ավտորիտարիզմից եք խոսում։ Եկեք մի հատ խոսանք ավտորիտարիզմից, էլի։ Այդ ոնց եղավ, որ Լևոնք, որպեսզի ձեր շեֆի որդին դառնա ազգային ժողովի падգամավոր, միանգամից 3 հոգի падգամավորական ցուցակում հրաժարվեցին իրենց մանդատից։ 3 հոգի իրանց մանդատից հերթով հրաժարվում է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին դառնա падգամավոր, ինչի, որովհետև Լևոն Քոչարյանը այդպես շատ օրենսդրական ջիղ ուներ, որովհետև Լևոն Քոչարյանը շատ լավ է տիրապետում նորմատիվ իրավական ակտերի դիսպոզիցիաներին եւ իրավական կոլիզիաների ողջ ներկապնակին, եւ հիմա այստեղ օրենսդրական ակտիվ գործունեություն է ծավալում, դրա համար է պարոն Ռուստամյան 3 հոգի ձեր մոտից մանդատից հրաժարվեց, որ Լևոն Քոչարյանը դառնա падգամավոր, բայց դա է ավտորիտարիզմը, այդ ձեր ցավը տանեմ։ Ընդ որում այնտեղ ոչ SMS կա, ոչ վարչության որոշում կա, ոչ բան կա, ասվել է, արվել է։ Դուք եկել եք ընդդիմադիր ավտորիտարիզմի փառահեղ դրսևորում եք դուք, կենթանի հուշարձանն եք դուք ավտորիտարիզմի բանն եք, գրիմ արված դեմքն եք, բայց մեկ-մեկ ինչպես որ իրական կյանքում դեմքն այնքան այլանդակ է, որ նույնիսկ գրիմը չի կարող կոծկել տգեղությունը։ Ձերն այդ ավտորիտարիզմն է։